Գլուխ 19-րդ Սուրբ Հոգու ձայնը Եվ դեռ Պետրոսն այն տեսիլքի համար միտք էր անում, Հոգին նրան ասաց. Ահա 3 մարդ քեզ որոնում է։ Գործք Առաքելոց 10:19 Աստված մեզ առաջնորդում է ինչպես մեղմ ու աննշան ձայնով, այնպես էլ Սուրբ Հոգու ձայնով։ Հոգով առաջնորդվելու առաջին եղանակը ներքին վկայությունն է։ Երկրորդը ներքին մեղմ աննշան ձայնը, երրորդը Սուրբ Հոգու հեղինակավոր ձայնը։ Սուրբ Հոգու ձայնը տարբերվում է մեր հոգու մեղմ աննշան ձայնից, Սուրբ Հոգու ձայնն ավելի հեղինակավոր է։ Երբեմն այդ ձայնն այնքան իրական է, որ լսելի է թվում, նույնիսկ կարող եք նայել ձեր շուրջը, պարզելու համար, թե ով խոսեց ձեզ հետ։ Այդ ձայնը կարող է այնքան լսելի լինել, որ կարող եք մտածել, թե ինչ-որ մեկը կանգնած է ձեր ետևում և խոսում է ձեզ հետ, սակայն հետո հասկանում եք, որ այդ ձայնը ձեր մեջ էր։ Հիշում եք, թե ինչպես հին կտակարանում երիտասարդ Սամուելը մի ձայն լսեց, որ իր անունն էր կանչում. Սամուել, Սամուել։ Նա կարծեց, թե հեղին էր իրեն կանչում, ուստի վեր թռավ և վազեց հեղիի մոտ, որպեսզի հարցներ, թե ինչ էր հարկավոր նրան։ Հեղին ասաց. Ոչ, ես չեմ կանչել քեզ։ Սամուելը վերադարձավ իր անկողինը։ Այնուհետև ևս մեկ անգամ լսեց. Սամուել, Սամուել։ Նա կրկին վազեց հեղիի մոտ։ Հեղին ասաց. Ոչ, ես չեմ կանչել քեզ։ Դա պատահեց 3 անգամ։ Ի վերջո հեղին հասկացավ, թե ինչ էր տեղի ունենում։ Նա ասաց. հաջորդ անգամ, երբ Տերը քեզ կանչի, պատասխանիր նրան։ Հաջորդ անգամ Սամուելը պատասխանեց իրեն կանչող ձայնին, և Տերը խոսեց նրա հետ։ Այդ մասին կարող ես կարդալ Առաջին Թագավորաց 3-րդ գլխում։ Աստծո առաջնորդության բոլոր եղանակները գերբնական են, սակայն որոշներն այնքան էլ տպավորիչ չեն։ Ավելի քան 50-ամյա ծառայությանս ընթացքում հասկացել եմ, որ երբ Աստված ավելի տպավորիչ եղանակով էր առաջնորդում, այսինքն ինձ հետ խոսում էր թվացյալ լսելի ձայնով, նշանակում էր առջևում դժվար ընթացք էր սպասվում։ Եթե նա տպավորիչ չխոսեր ինձ հետ, միգուցե ես հաստատուն չլինեի։ Այս առումով վերջին եկեղեցին, որ հովվել եմ, լավ օրինակ է։ Լսելով, որ նրանք հովվի կարիք ունեին, ես նրանց հետ պայմանավորվեցի, որ մի երեկո կգնամ և կքարոզեմ այնտեղ։ Մինչև այնտեղ գնալն ու քարոզելը, ես 3 շաբաթ արթնության հավաքույթներ էի անցկացնում Հյուսթոնում։ Այդ օրերին Հյուսթոնի եկեղեցու հովիվը, նրա եղբայրը, ով նույնպես քարոզիչ էր, և ես ամեն օր աղոթում էինք երեկոյան ծառայությունների համար։ Այն եկեղեցին, որ հովվի կարիք ուներ, նրանց ընտանեկան եկեղեցին էր։ Ամեն օր այդ հովիվն ու նրա եղբայրն ինձ հարցնում էին. դու դեռ չես աղոթել այդ եկեղեցու համար։ Ի վերջո ես աղոթեցի և պարզապես Տիրոջն ասացի. ես հաջորդ 2 շաբթի գնալու եմ այդ եկեղեցի և չորեքշաբթի երեկոյան քարոզելու եմ։ Արդյոք դու ցանկանում ես, որ ես այդ եկեղեցու հովիվը լինեմ։ Ես նույնիսկ չգիտեմ, ցանկանում եմ արդյոք հովվել այդ եկեղեցին, թե ոչ։ Ինչ էլ ասես, կընդունեմ։ Այնուհետև լսեցի մի ձայն, այնքան պարզ, որ վեր թռչեցի։ Շրջվեցի, մտածելով, որ այդ 2 քարոզիչներից մեկը լսել էր աղոթքս և կատակում էր ինձ հետ։ Այդ ձայնն ասաց. դու այդ եկեղեցու հաջորդ հովիվն ես, և այդ եկեղեցին լինելու է վերջինը, որ հովվելու ես։ Այս խոսքերը կարող էիք մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանայիք։ Դուք կարող էիք սատանային թույլ տալ, որ ձեզ ասեր. կմահանաք կամ պարտություն կունենաք, սակայն իրականում այդ խոսքերը նշանակում էին, որ իմ ծառայության բնույթը փոխվելու էր։ Այդ պահին այդ 2 քարոզիչները մոտեցան ինձ։ Ինչպես միշտ նրանք հարցրին. դու աղոթել ես այդ եկեղեցու համար։ Ձեր առջև կանգնած է այդ եկեղեցու հաջորդ հովիվը, ասացի ես։ Օ, եթե այդ եկեղեցու մասին իմանայիր այն ամենը, ինչ մենք գիտենք, այդպես չէիր ասի։ Այն բաժանված է 2 մասի, մի մասն ընդդիմանում է այն ամենին, ինչ ցանկանում է մյուսը։ Հովիվ դառնալու համար հարկավոր է հավաքել ձայների 2/3-ը, և անկեղծ ասած, դու չես կարող ընտրվել։ Ես ոչինչ չգիտեմ այդ մասին։
Պարզապես գիտեմ, որ այդ եկեղեցու հաջորդ հովիվն եմ։ Դու չես ճանաչում այդ եկեղեցին այնպես, ինչպես մենք։ Այո, ասացի ես, բայց ես ճանաչում եմ Հիսուսին, ինչպես նաև Աստծո հոգուն, և գիտեմ, թե նա ինձ ինչ ասաց։ Երբ առաջին անգամ քարոզեցի այդ եկեղեցում, հասկացա, թե ինչու Աստված խոսեց այդքան տպավորիչ։ Յուրաքանչյուր խոսք, որ խոսում էի, ետ էր գալիս, ինչպես ռետինե գնդակը պատին հարվածելիս։ Մթնոլորտը ծանր էր։ Կարծում էի, թե միայն այդ երեկո էի քարոզելու, բայց նրանք արդեն որոշել էին, որ պետք է մի քանի երեկո քարոզեի։ Ամեն օր ես, կինս և երեխաներս գիշերում էինք տարբեր մարդկանց մոտ։ Մի օր մի սարկավագի տանն էինք, հաջորդ օրը մյուսի։ Սարկավագներից մեկը մեզ ասաց. «Եթե դուք մշտապես իմ տանը գիշերեիք, եկեղեցու մի մասը հավանաբար կնախանձեր ինձ և կմտածեր, որ ես ձեր կողմից եմ։ Այդ պատճառով նրանք ձեր դեմ կքվեարկեին»։ Մենք բոլոր իրերը պահում էինք մեքենայի մեջ և ամեն օր վերցնում էինք այն, ինչ անհրաժեշտ էր այդ օրվա համար։ Ամեն երեկո, երբ պառկում էինք քնելու, կնոջս ասում էի. «Եթե Աստված այդքան տպավորիչ չխոսեր ինձ հետ, ես պարզապես առավոտյան կարթնանայի, երեխաներին կվերցնեի, կնստեի մեր մեքենան և կհեռանայի այստեղից առանց որևէ մեկին մի բառ ասելու։ Մարմինս շատ էր ցանկանում հեռանալ այնտեղից, միտքս նույնպես, սակայն հոգիս ինձ հաստատուն էր պահում, որովհետև Աստված շատ տպավորիչ խոսել էր ինձ հետ։ Նրանք քվեարկություն անցկացրին և միաձայն ընտրեցին ինձ։ Բոլորն ասացին. «Դարի մեծագույն հրաշքն է, որ ինչ-որ մեկը կարողացավ նման քվեներ ստանալ այս եկեղեցուց»։ Ես ամբողջ ընթացքում գիտեի, որ այդպես էր լինելու։ Աստծո հոգին ինձ ասել էր այդ մասին։